I think so, because signing of Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ըստ էության բացառել է Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարության ազատ արձակումը։ Նա հաստատել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ JD Vance-ը բարձրացրել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցը, ինչին ի պատասխան ինքը ներկայացրել է Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Ալիևը նշել է, որ արցախցի պաշտոնյաները ձերբակալվել են ռազմական գործողության արդյունքում եւ կանգնել արդարության առջև, նրանց անվանելով ապօրինի անջատողական ռեժիմի առաջնորդներ եւ ռազմական հանցագործությունների գաղափարախոսներ։ Մերժելով ներում շնորհելու կամ որևէ մարդասիրական ժեստ անելու հնարավորությունը, նա կատարվածը համեմատել է Նյուրնբերգյան դատավարության հետ, պնդելով, թե Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հանցագործություններն ավելի վատն են եղել, քան նացիստների արածը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ալիևը խոսելով դատավարության մասին, թաքցնելով իրականությունը նշել է, որ նիստերը եղել են բացարձակ թափանցիկ եւ մեղադրյալները ապահոված են եղել փաստաբաններով, իսկ նրանց մեղքը իբրև ապացուցվել է բազմաթիվ վկայություններով։ Անդրադառնալով Արցախը լքած հայերի վերադարձի իրավունքին, Ալիևը շեշտել է փոխադարձության սկզբունքը։ Նա հայտարարել է, որ վերադարձի հարցը կդիտարկվի միայն այն դեպքում, եթե նույնպիսի հնարավորություն տրվի 100 հազարավոր ադրբեջանցիներին, որոնք ըստ նրա արտաքսվել են մեջբերում այսօրվա Հայաստանի տարածքից։ Երբ փոփոխություն արվի Հայաստանի սահմանադրությունում, հաջորդ օրը կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, Մյունխենում հարցազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա համոզմամբ Հայաստանի սահմանադրությունը հիմնական խոչընդոտ է, մասնավորապես անկախության հռչակագրի այն դրույթը, որը ներառում է Արցախի եւ Հայաստանի միավորման մասին ձևակերպում։ Առանց համապատասխան դրույթի փոփոխության խաղաղության համաձայնագիրը չի կարող ստորագրվել։ Իսկ Երևանում ԿՊԱ-ական падգամավոր Սերգեյ Բագրատյանին հարց են ուղղել, ինչ տեսակետ ունի Ալիևի դիրքորոշումների եւ բացեիբաց Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու վերաբերյալ։ Բագրատյանը պատասխանել է. Համամիտ է, որ սահմանադրությունում կան խնդրահարույց կետեր եւ ենթակա են փոփոխության։ Նա նաեւ նշել է, որ միջազգային պայմանագիրը բարձր է ազգային օրենքներից։ Բոլորս գիտենք, որ սահմանադրության հետ կապված բազմաթիվ հարցադրումներ կան եւ նոր սահմանադրության հետ նաեւ պայմանավորված հանձնաժողով է ստեղծել, որը աշխատում է, բայց թե ինչքան կաշխատեն, երբ կավարտվեն, ես չեմ կարող ասել։ Վերադառնալով Մյունխեն, Ալիևը հավելել է նաև, որ տեղյակ է Հայաստանում սպասվող ընտրությունների մասին։ Եթե բոլոր հարցերը կարգավորվեն, խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հենց այս տարի։ Փետրվարի 14-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Տյառն Ընդառաջի տոնը։ Այն նշվում է Քրիստոսի ծնունդից 40 օր անց, որպես Մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոն։ Սուրբ Պատարագ է մատուցվում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում աշխարհի հայ առաքելական բոլոր եկեղեցիներում։ Պատարագիչի օրհնությունից հետո նախօրեին առաջինը միշտ վառվել է եկեղեցու բակի խարույկը։ Կրակի շուրջ նախ պտտվել են նորապսակ զույգերը, ապա հավաքված ամբոխը։ Կրակի վրայով ցատկել են բոլորը, հավատում էին կրակի զորությամբ կբուժվեն հիվանդությունները, ազատվեն չար ուժերից։ Տյառն Ընդառաջին վառվող խարույկը տարիներ շարունակ Գառնան Ավետաբերի խորհրդանշական դերն է կատարել։ Խարույկի համար անհրաժեշտ փայտը կամ վառելիքը բերել են նոր նշանված կամ նորապսակ երիտասարդները։ Սիրելի երևանցիներ, կրկին բարի երեկո ձեզ։ Երևանում այս գիշեր մեկնարկել են փոսերի նորոգման աշխատանքները։ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հրապարակել է տեսանյութ, նշելով, որ աշխատանքները մեկնարկել են Փափազյան փողոցից եւ շարունակվելու են բոլոր վարչական շրջաններում։ Արդեն մի քանի օր է բազմաթիվ վարորդներ տեսանյութերով ու լուսանկարներով են ողողել համացանցը։ Կադրերում տարբեր վարչական շրջանների խոշոր փոսերն են, որոնց առաջացման պատճառը ըստ քաղաքապետի ձմեռն է ու ձյանդեմաղի չափից շատ կիրառումը։ Հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, նաև դա բերել է իր խնդիրները ճանապարհների հետ կապված։ Սակայն վարորդներին կարծես այդքան էլ չի հետաքրքրում դա, կարևորել են հարցի հիմնական լուծումը։ Ու մինչ քաղաքապետարանը կանադառնար խնդրին, իրենք են քայլեր ձեռնարկել, ճանապարհի խոշոր փոսերը փակելով ձեռքի տակ ընկած իրերով։ Իրանի կահնկեց վերջին շահի որդին Ռեզա Փահլավին Մյունխենի համաժողովում անդրադարձել է երկրում տիրող աղետալի իրավիճակին։ Նրա խոսքով փողոց դուրս եկած ցուցարարները բախվել են ծայրահեղ բռնաճնշումների, որոնք հասել են ցեղասպանական մակարդակի։ Իշխանությունները մարդկանց կրակում են, հետապնդում, նույնիսկ հիվանդանոցներում եւ բանտերում, բռնության ենթարկում կանանց։ Փահլավին նշել է, որ
վարչակարգը Աֆղանստանից, Իրաքից եւ Լիբանանից վարձկաններ է ներգրավել սեփական ժողովրդին ճնշելու համար, քանի որ շատ իրանցի զինվորներ հրաժարվել են համագործակցել եւ նույնիսկ պահապանջի են ենթարկվել դրա համար։ I don't have any personal ambition. Այս իրավիճակում իրանցիներն ակնկալում են միջազգային հանրության մարդասիրական միջամտությունը։ Փալավիի պնդմամբ դա անհրաժեշտ է անզեն քաղաքացիների համար հավասար պայմաններ ստեղծելու եւ հետագա անմեղ զոհերից խուսափելու համար։ Նա շեշտել է, որ ազատության համար պայքարն այլընտրանք չունի եւ ժողովուրդը պատրաստ է զոհողությունների։ Խոսելով տարածաշրջանային կապերի մասին, Ռեզա Փահլավին առանձնացրել է Իսրայելի հետ հարաբերությունները, հիշեցնելով Կյուրոս Մեծի ժամանակներից եկող պատմական եւ աստվածաշնչյան կապը։ Իսրայելը կարող է առանցքային դեր խաղալ Իրանի ջրային ճգնաժամի լուծման հարցում, քանի որ ունի լավագույն մասնագետները, շեշտել է նա։ Ինչ վերաբերում է իր անձնական հավակնություններին, Փահլավին հայտարարել է, որ չի ձգտում իշխանության կամ թագի։ Նա միայն ցանկանում է օգնել իրանցիներին ստեղծել ազատ եւ ժողովրդավարական երկիր։ This is crazy war of Russians against just people. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Թրամփը փոխզիջում է ցանկանում, սակայն իրենք բավական փոխզիջումների արդեն իսկ գնացել են։ Դրանցից գլխավորն այն է, որ Պուտինը եւ իր ընկերները բանտում չեն։ Ռուս-ուկրաինական արդեն 4 տարի ձգվող հակամարտության վերաբերյալ աշխարհամասի մյուս կողմում Դոնալդ Թրամփը արտահայտել է իր դիրքորոշումը։ Նա շեշտել է, Զելենսկին պետք է քայլեր ձեռնարկի, քանի դեռ Ռուսաստանը պատրաստ է գնալ գործարքի։ Նա կամ քայլեր կձեռնարկի, կամ այս հիանալի հնարավորությունը բաց կթողնի։ I think Putin also Անդրադառնալով հրադադարի վերաբերյալ հարցին, Ուկրաինայի նախագահը նշել է, որ իրենք ընդունել էին այն եւ մերժում ստացել Ռուսաստանից։ Զելենսկին հեգնել է Ռուսաստանի նախագահին, մեջբերում՝ ես Պուտինից երիտասարդ եմ եւ սա կարեւոր է։ Նա շատ ժամանակ չունի մտածելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է դադարեցնել Մինեսոտա նահանգում ներգաղթյալների դեմ ուժային գործողությունները։ Նահանգում տեղակայված զորքերը կհեռանան հաջորդ շաբաթվա ընթացքում, գրել է Reuters-ը հողում անելով ԱՄՆ ներգաղթի ծառայության ղեկավար Թոմ Հոմանին։ Ներգաղթի դեմ գործողությունների շրջանակում Թրամփը մինչև նախորդ տարվա հունվարի վերջ մոտ 3000 զինված ներգաղթային գործակալ էր տեղակայել Մինեսոտայում։ Գործակալության աշխատակիցները Մինեապոլիսում սպանել էին 2 հոգու, ինչը ողջ աշխարհում զայրույթ եւ բողոքի ալիք էր բարձրացրել։ Մենք մտել ենք բաց հակամարտությունների եւ պատերազմների նոր փուլ, Մյունխենի անվտանգության համաժողովում ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Նա նշել է, որ իրենց որպես եվրոպացիների եւ իհարկե նաեւ որպես գերմանացիների գլխավոր խնդիրն այսօր այս նոր իրականությունն ընդունելն է։ Մեջբերում դա չի նշանակում, որ մենք այն ընդունում ենք որպես անխուսափելի ճակատագիր։ Մենք այս աշխարհի ողորմածության տակ չենք։ Մենք կարող ենք այն ձևավորել։ Սան Սալվադորում 5 մարդ զոհվել է հրդեհի պատճառով, ըստ միջազգային լրատվամիջոցների հրդեհը բռնկվել է տեխնիկայի խանութներից մեկի պահեստում։ Կրակը արագորեն տարածվել է բարձր դյուրավառ նյութերի, պլաստմասայի ու էլեկտրական սարքերի պատճառով։ Դեռ հայտնի չէ հրդեհի բռնկման հիմնական պատճառը։ Հրշեջներին գիշերը բռնկված հրդեհը մարել հաջողվել է միայն առավոտյան։